Ladies and gentlemen, welcome to the event of the evening. In the red corner, we have the football analyst with sharp insights and expert analysis, Edward Kalantarian. And in the blue corner, please welcome the brilliant and passionate football expert, Armen Karamyan. Կոնֆերենցիաների լիգա ներքին ասպարեզում հերթական ձախողումից հետո Նոան Եվրոպայում արդյոք կրկին կկերպարանափոխվի։ Եվրագավաթային շաբաթը կրկին սկսվում է Չեմպիոնների լիգայի խաղարկությանը գլխավոր Եվրագավաթին մենք դեռ կանրադառնանք, հիմա մեզ ավելի շատ հետաքրքրում է Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությունը, որտեղ Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր Նոան կանցկացնի լիգայի փուլի 3-րդ տուրի հանդիպումը, Երևանում մեր թիմն ընդունելու է չեխական Սիգմային։ Օլոմոուց քաղաքը ներկայացնող այս ակումբը Չեխիայի ընթացիկ առաջնությունում բավականին լավ շարք ունի, 5 անպարտելի հանդիպում իրար հետևից եւ ընթանում է 5-րդ տեղում, բայց մեզ ավելի շատ հետաքրքրում է ինչպես է Նոան մոտեցել այս հանդիպանը։ Նոան շարունակում է չհաղթել Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար ակումբներին եւ վերջին տուրում պարտություն ուղիղ մրցակիցներից մեկից Արարատ Արմենիայից եւ եթե անկեղծ Սանդրո Պերկովիչի աշխատանքը շարունակում է հիասթափեցնել եւ շատ դժվար է պատկերացնել ինչպես է Նոան մի քանի օրում կրկին կերպարանափոխվելու եւ շատ լավ հանդիպում անցկացնելու Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությունում։ Այո, մենք շատ խոսել ենք այդ մասին, մրցակիցներն անցանելի են, բայց նման խաղով կարծում եմ Նոան հերթական խաղում հաղթելու հնարավորություն չունի։ Ողջույն Արմեն։ Ողջույն Էդուարդ։ Մենք այս թեման երևի թե եթե ոչ հաղորդման շրջանակում, ապա գոնե իրար հետ օգոստոսից են քննարկում կամ հուլիսից։ Այո, ծեծված թեմա է։ Եվ եթե առաջնությունը դնենք մի կողմ, Եվրագավաթներում էլ եթե հիշում ես, սկզբում առաջին 3-րդ փուլերում լավ չէր հանդես գալիս, նույնիսկ դուրս մնացինք։ Նկատի ունես ընտրական փուլ։ Այո, նույնիսկ Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլից դուրս մնացինք ոչ ուժեղ մրցակցի հետ պայքարում, բայց որակավորման play-off-ից սկսած Նոան Եվրագավաթներում սկսեց խաղալ ֆուտբոլ, որը միավորներ էր բերում եւ այնպես չէ որ միայն արդյունք կար, այնտեղ նաեւ խաղի որակ կար, որը չկա Հայաստանի առաջնությունում։ Այնպես որ եթե վերցնում ենք մյուս մրցակիցներին, հետագայում որոնց հետ մրցելու է Նոան, սա թերևս համեմատաբար ավելի անցանելի մրցակից է։ Այդքան էլ համաձայն չեմ։ Օլիմպիայի հետ երկու խաղում չկար, որակ լիգայի փուլում անցկացրած 2 խաղում ընդամենը 2 գնդակ է խփել Նոան, հիմա կարող ենք ասել, որ դա վատ արդյունք չէ, բայց նաև վատ է, որովհետև շատ քիչ է պահեր ստեղծում եւ առավել եւս օգտագործում Նոան։ Եթե առաջին խաղում արագ գոլ եղավ եւ դա թույլ տվեց հետագայում պահպանել, երկրորդ խաղում ավելի շատ շանսեր կային, ես կարծում եմ, որ պետք էր այդ խաղում ավելի շատ գրոհել, ռիսկի դիմել հատկապես երկրորդ խաղակեսում ունիվերսիտետի հետ եւ 1-1-ից հետո նկատի ունես։ Ես նկատի ունեմ, այո, երբ ոչ ոքի էր եւ հնարավորություն ուներ 0-1-ից հետո հավասարեցրեց եւ հետո հնարավորություններ նաեւ իսկ դա ռիսկ չէր այդ մեկմիավորն այդ կորստելու, այնպես չէ որ մեկմիավորը քիչ բան է։ Կարծում եմ նման մրցաշարերում ունենալով Հայաստանի ներկայացուցչի կարգավիճակ կորցնելու ոչինչ առանձնապես չկա։ Ես կարծում եմ մեկմիավոր պահելը ավելի կարեւոր էր, քան գնալ 3 միավոր։ Իսկ եթե այդ մեկմիավորն էլ կորցներ Դե հիմա եթե այդպես վերցնենք, ինչ է, ոչ ոքի խաղալ դրսում եւ փորձել հաղթել տանը, բոլոր մրցակիցները կարող ենք դա մեզ թույլ տալ։ Դե իհարկե կարող ենք։ 7 միավորը կարծում ես բավական կլինի։ Բավական, հնարավոր է լինի բավական, վստահ չեմ, կարող է 8-ը բավական լինի, բայց այս պահին ես կարծում եմ, որ այդ ոչ ոքին բավականին մեծ արժեք ունի, որովհետև դրսում ոչ թույլ մրցակցի հետ, իսկ հիմա տունը էլի ուժեղ մրցակցի հետ, բայց ընտրած մարտավարության դեմ ոչինչ չունեմ, եթե որոշել է խաղալ այդպես, վաստակել ուղակի 1 միավոր դրսում համարել լավ արդյունք, դրա հետ համաձայն եմ, բայց խաղը, որը ցույց է տալիս Նոան մեր առաջնությունում, ընդհանրապես հույս չի ներշնչում, որ այդ կերպարանափոխումը, չգիտեմ ինչպես է լինում, եւս մեկ անգամ հնարավոր է։ Իսկ ես կարծում եմ կլինի, որովհետեւ ինչի հաշվին, այդ փորձես իսկ բացատրել ինչի հաշվին։ Եթե նախորդ դեպքերում չենք կարողացել հասկանալ թե ինչի հաշվին, հիմա էլ կարող է նմանատիպ իրավիճակ լինել, բայց միակ
այսպես չեմ ասում հուսադրող կողմ, բայց դրական կողմերից այնն է, որ Նոան հասկանում է նախ որ հետագա մրցակիցներին էլ եթե վերցնենք, հնարավոր ամենահեշտ մրցակիցն է այս պահին եւ խաղում ենք տանը, ու ես մի արտահայտություն կուզեմ անել, որը միգուցե պաթոսային հնչի, բայց Նոային եվրագավաթային խաղերում շատ է օգնում հայ երկրպագուն։ Գրեթե լեցուն հանրապետականը Նոայի արդյունքներում շատ մեծ նշանակություն ունի, դա միանշանակ։ Ամենայն հարգանքով Նոայի երկրպագուների նկատմամբ, բայց նրանք դեռ չեն կարողանա ամբողջությամբ հանրապետական լցնել եւ թե ՖԱՖ-ը, թե Ռեդիգոսը, թե մյուս երկրպագուները գալիս են եւ այո, ընդհանուր հայ երկրպագուն կարողանում է Նոայի խաղերում արդյունք ապահովել։ Դրսում էլ բավականին շատ երկրպագուներ կային եւ Նաև նրա շնորհիվ, որ Նոան հասկանում է, որ այստեղ պետք է հաղթել եւ եթե առաջնությունը երկար է ու միգուցե հնարավոր է ընթացքում հետ բերել կորցրածը, այստեղ հնարավոր չէ։ Իսկ հոգեբանական կողմը Արարատ Արմենիայից կրած պարտությունը նաև ինքնասիրությանը հարված էր Նոայի, որովհետև վերջին տարիներին ձևավորված սկզբունքային դիմակայություն է եւ այդ դիմակայությունում պարտությունը շատ արագ մոռանալ հնարավոր է։ Այդքան տենց չէի ինքնասիրության կողմ տանել, իրականում կարծում եմ Հայաստանում մոտայի Նոան եթե լիներ, եթե Ռուի Մոտան լիներ, այդպիսի խոսակցություն կարողանանք ինձ թվում է ծավալել, որովհետև այնտեղ պայքարը Մոտա Վարդան Մինասյան մարշչական շտաբերի միջև շատ ավելի ոչ ֆուտբոլային էր եւ այնտեղ հաղթանակի արժեքը սպորտային տեսանկյունից զատ այլ նշանակություն էլ ուներ, իսկ այստեղ դե իրականում Պերկովիչը հետխաղային ասուլիսին զգացվում էր, որ ծանր է տանում, բայց նա անդադ շեշտում էր, որ մենք նայում ենք առաջ, նայում ենք 5-7 օրվա խաղի։ Ես չգիտեմ, իհարկե Պերկովիչի այդ վստահությունը լավ է որ կա, բայց որտեղից է գալիս, բայց չես կարծում, որ եկել է հասել է նա անդունդի եզրին, որ եթե Սիգմայի հետ խաղում հաղթանակ չլինի, կարող է եւ հեռացվել։ Դե նա անընդհատ ինչ որ խաղակարտեր է բացում, ասում է, մենք օրինակ Արարատ Արմենիային պարտվելուց հետո ասում էր վերջին 2 ամսում առաջին պարտությունը գրեցինք առաջնությունում, դա ինձ թվում է վերջին խաղակարտն էր, որը բացեց, չունի այլևս խաղակարտ, եթե պարտվի Սիգմային, չգիտեմ, կմնա թե ոչ, դա կորոշեն ակումբի ղեկավարները, բայց կարծում եմ, ես շարունակում եմ պնդել, որ նա չպետք է մնա եւ Նոան շատ ուշ կորուստներ ունի, Այասը, Հովանես Հարությունյանը, Յակոլիշը, դե Գրեգորիում Հովանես Հարությունյանը Յակոլիշը Արարատ Արմենիայի հետ խաղում եւ Պերկովիչը խոստովանեց, որ ռիսկ է նա դիմել Յակոլիշին դաշտ մտցնելով ու դա նրա պատասխանատվության տակ է։ Ոչ ոքին էլ կհամարես տնային խաղում դրական արդյունք։ Այո։ Ես կարծում եմ միայն հաղթանակը կլինի դրական արդյունք եւ ցավոք այդ դրական արդյունքը Նոան այս խաղով չի կարող։ Այսքան վնասվածքներով նաեւ Օմարի բացակայության պայմանում կարծում եմ ոչ ոքին էլ դրական կլինի, բայց հաղթանակը իհարկե դե շատ մեծ արժեք ունի։ Լսենք մեր փորձագետին։ Նոան կերպարանափոխվել մինչև ամանոր չի կարող։ Նույն թիմն լինելու համարյա նույն խաղով, նույն մարտավարությամբ, նույն միգուցե մարշչական ինչ-որ մարտավարության տեսանկյունից փոփոխություններ լինեն, բայց Նոան մնալու է այն թեմը, որը մենք հիմա տեսնում ենք։ Այսինքն հիմա երբ որ միանա նաև Գավաթի խաղարկությանը 3 ճակատով հանդես գալ, Նոայի համար այնքան էլ հեշտ գործ չի։ Ես չէի ասի, թե հիմա Նոան հավասարաչափ կազմ ունի եւ խաղադաշտում եւ պայստայինների նստարանի, որովհետեւ այստեղ պետք է ցավով նշեմ, որ շատ հայ ֆուտբոլիստներ, որոնք նույնիսկ ազգային հավաքականի տեխնացուներ էին ժամանակին, հիմա լրիվ կորցել են իրենց տեղը մեկնարկային կազմում, շատ եզակի դեպքերում դուրս են գալիս խաղադաշտ եւ դա կարծում եմ հենց մարշչի որոշումն է, այսինքն նա փորձում է իր խնդիրը լուծել արտասահմանցի խաղացողներով։ Ես կարծում եմ, որ շատ դժվար է լինելու, ճիշտ է համացան համար նշեմ, որ ի տարբերություն կոնֆերենցիաների լիգայի նախորդ խաղարկության այս անգամ ինձ թվում է Նոայի մրցակիցները համեմատաբար ավելի անցանելի են, հա, Չելսի չկա, մի խոսքով մյուսներին չթվարկեմ, հիմա ավելի անցանելի թիմեր են եւ իզով չէ որ արդեն առաջ 2 խաղերում 4 միավոր, այսինքն նախորդ մրցաշրջանի արդյունքը կրկնել են։ Ես համոզված եմ, որ այստեղ պետք է մարզիչը եւ խաղացողները առավելագույնս անեն առնվազն միավոր վաստակելու համար, որպեսզի Պերկովիչը ավելի շուտ հրաժարական չտա կամ հեռացվի զբաղեցած պաշտոնից։ Իսկ թվում է, որ սա շատ առանցքային խաղ է հենց կոնֆերենցիաների լիգայի համար։ Կարծում եմ, որ Նոան առնվազն չի պարտվելու այս խաղում։ Հաղթանակին էլ կարելի հասկանալ, բայց չեխական ակումբը միևնույն է, եվրոպական միջին մակարդակի բավականին պինդ թիմ է։ Ուղղակի այստեղ հենց տրամադրվածության հարց կա ու մոտիվացիայի հարց կա։ Ես համոզված եմ, որ դա լինելու է ամենաբարձր մակարդակի վրա։ Ես ինչ որ բան հուշում եմ, որ Նոան չի պարտվելու։ Այս պահի դրությամբ դրական արդյունք կհամարեմ, որովհետև խաղի մեջ ինչ որոշակի ճգնաժամ ամեն դեպքում կա։
Չեմպիոնների լիգա, PSG, Բավարիա եւ Լիվերպուլ, Ռեալ, ովքեր կհաղթեն տուրի գլխավոր դիմակայություններում։ Հերթը Չեմպիոնների լիգային է ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում, առաջատարները կարծես հիմնականում չեն սայթաքում եւ վաստակում են իրենց միավորները, բայց այս տուրում երկու շատ կենտրոնական, կարելի ասել, դիմակայություն կա, առաջատար երկու թիմերը լրացուցիչ արդյունքներով առաջատար Բավարիան եւ Պարի Սեն-Ժերմենը իրար հետ են մրցում, իսկ Մադրիդի Ռեալը հյուր է գնալու Էնֆիլդ Լիվերպուլին։ Լիվերպուլը խնդիրներ ունի ներքին առաջնությունում եւ խոսքը միայն արդյունքների մասին չէ, մեծ աստղեր բերելով թիմը առայժմ չի կարողանում կայունանալ եւ եթե գնացքը դուրս է եկել ռելսերից Յուրգեն Կլոպի, ապա Արնե Սլոտը առայժմ այս բանը չգիտի ինչպես վերադարձնել Լիվերպուլի նախնական դիրքի։ Ինչ վերաբերում է Բավարիան եւ Պարի Սեն-Ժերմենին, երկուսն էլ դեպ Չեմպիոնների լիգայի վերջին տարիների ամենաուժեղ թիմերն են, բայց ի տարբերություն Պարի Սեն-Ժերմենի, Բավարիան բավականին լավ ընթացք ունի, չնայած կարծում եմ հենց Պարի Սեն-Ժերմենն է կանգնեցնելու բավարարական ամենագնացին։ Դեպ առաջատարների դիմակայությունից էլ սկսենք, այո, Պարի Սեն-Ժերմենի առավելությունը թվում է այստեղ տնային գործոնն է, բայց Բավարիան ռեկորդով է ընթանում, անընդմեջ հաղթանակներով, մրցաշրջանի մեկնարկում, թոփ 5 առաջնությունների ռեկորդ է, 90-ականների սկզբի լեգենդար Միլանի ցուցանիշը գերազանցեցին, բայց կարելի է այս հարցում իհարկե վիճել, որովհետև Բունդեսլիգայում է մեծ մասը հանդիպումների անցկացրել եւ այնտեղ ֆավորիտ է, թեև Չեմպիոնների լիգայում էլ ունեցել է հարմար մրցակիցներ, բայց կհիշես մեկ մրցաշրջան առաջ, երբ կոմպանին աշխատում էր Բավարիայում, շատերի մոտ հարցեր են առաջանում, ինչու այս մասնագետը եւ ինչու նա պետք է Բավարիայի պես ակումբը գլխավորեր, ու երբ թվում էր Բավարիայի գործերը այդքան էլ լավ չեն, ակումբ բռնեց եւ երկարաձգեց նրա հետ պայմանագիրը։ Շատ մեծ վստահություն բելգիացու աշխատանքի հանդեպ եւ դա տվեց արդյունք այս մրցաշրջանի սկզբում։ Նա աշխատեց ամբողջական նախապատրաստական փուլում եւ հիմա Բավարիան խաղում է ֆուտբոլ, որը նման է հենց Բավարիայի ֆուտբոլին, այսինքն չեն նկատում իրենց ճանապարհին ոչ ոքի, Հարի Քեյնը հրաշքներ է գործում ուղակի գոլերի քանակով եւ ժամանակվա Բավարիային երբ Ռիբերի, Ռոբեն, Մարիո Գոմեսը, այո, եւ Լևանդովսկին էր այդքան գոլ խփում, հիմա Հարի Քեյնն է դա անում եւ կարծում եմ անգամ Պարի Սեն-Ժերմենը սեփական հարկի տակ չի կարողանա կանգնեցնել այս մեքենան, հաշվի առնելով նաեւ որ PSG-ն բազմաթիվ էլի կորուստներով է մոտենում։ Դե միայն Դեզիրե Դուեն է այս բային բացակայում Պարի Սեն-Ժերմենից։ Ովքեր էլ վերադարձել են ոչ լավագույն մարզավիճակում։ Դեմբելեն աստիճանաբար մարզավիճակ է հավաքում։ Դեմբելեն, Քվարացխելյան երկուսն էլ դեռ իրենց լավագույն մակարդակի։ Ամեն դեպքում կարծում եմ Փարիզյան ակումբի հաղթաթուղթը սառնասիրտ ֆուտբոլն է եւ համբերատար ֆուտբոլն է։ Լուիս Էնրիկեն հենց դրա շնորհիվ կարողացավ նաեւ դրա շնորհիվ կարողացավ նախորդ տարի նվաճել այս մրցաշարում գավաթ եւ ես գրեթե վստահ եմ, որ Բավարիային կանգնեցնելու է Պարի Սեն-Ժերմենը, չգիտեմ ոչ ոքով թե հաղթանակով, բայց ամեն դեպքում կարծում եմ հաղթանակ կտոնի Պարի Սեն-Ժերմենը, սեփական հարկի տակ խաղալու գործոնը նաեւ կարող ենք հիշել, թե ինչպես Պարի Սեն-Ժերմենը Բարսելոնային հաղթեց, երբ թվում էր ամեն ինչ այնտեղ Բարսելոնայի սցենարով է, բայց Պարի Սեն-Ժերմենը այնքան սառնասիրտ, այնքան համբերատար գտնվեց, շատ ավելի լուրջ կորուստներով ի դեպ, քան հիմա։ Այո, հիմա չնայած նշած այդ խնդիրներին, որ նոր են վերադարձել վնասվածներից, այնպես չէ, որ Բավարիայում ամեն ինչ իդեալական է, իհարկե Մուսիալան վաղուց չի խաղում, բայց Մուսիալան սկսել է արդեն մարզվել եւ շուտով կվերադառնա, բայց առանց նրա է առայժմ։ Թեկուզ այս հաղթական շարքը շատ երկար է, բայց մրցակիցները ճանապարհին որ նայում ենք, դրա մասին խոսեցինք, շատ լուրջ մրցակից Բավարիան առայժմ չի տեսել։ Եվ հենց Պարի Սեն-Ժերմենի խաղը Լիգա 1-ում բավականին ծանր են տրվում հաղթանակները։ Ոչ այդքան։ Եվ Էնրիկեի օրոք, այո, միգուցե կարողանա շատ էներգիա չի ծախսում Լիգա 1-ի վրա։ Անընդհատ փորձարկումներ է անում, թե սխեմայի տեսանկյունից, թե տակտիկայի տեսանկյունից, թե բարձրանում է առաջին խաղակեսը վերևից է նայում, հետո իջնում է, անընդհատ նա ինչ-որ փորձարկումների մեջ է եւ վստահ է, որ նա հաղթելու է Լիգա 1-ում, անկախ ամեն ինչից, եթե ինչ-որ պահեզգավոր տարբերություն կա, կմիացնեն կարծում շարժիչը ու հետ կբերեն։ Դրա համար նրանք փորձարկումներ են անում։ Նոյի ոճով է, հա, կարելի ասել։ Դե նոյ չեմ կարծում։ Այդպես է մտածում։ Անընդհատ փորձարկումներ է անում ներքին առաջնությունում կամ գավաթի խաղարկությունում եւ գալիս է Չեմպիոնների լիգա ու այլ ֆուտբոլ է խաղում։ Այնպես որ ես թեկուզ դրա հաշվին, չգիտեմ,
Ես տեսնում եմ Paris Saint-Germain-ի այդ փորձարկումներ կլինեն, թե ինչ կլինեն, ես տեսնում եմ որոշակի նահանջ խաղի տեսանկյունից անցած մրցաշրջանի հետ համեմատ, այսինքն համաձայն եմ, որ մարզավիճակի գագաթնակետին պետք է դուրս գալ Գարնանը, բայց հիմա Բավարիան այնպիսի ֆուտբոլ է ցույց տալիս, չգիտեմ հետո ինչ կլինի։ Այս պայմանությամբ կարծում եմ Paris Saint-Germain-ին դրսում եւս կկարողանան հաղթել։ Անցնենք Լիվերպուլ Ռեալին, երկու տարբեր մարզավիճակներում գտնվող թիմեր։ Այո, այստեղ էլ մոտավորապես նույնն է, բայց Լիվերպուլի տարբերությունը Paris Saint-Germain-ի հետ կարծում եմ, որ Լիվերպուլը շատ ավելի տնային թիմ է եւ Լիվերպուլը Enfield-ում ու Enfield-ից դուրս շատ տարբեր մոտեցումներ են։ Կարծում եմ դա Կլոպի շրջանում է մնացել։ Ինչու՞ միայն Կլոպի։ 90-ականների սկզբից, երբ Լիվերպուլի խաղերը սկսել են դիտել, միշտ առավելություն ունեցել են տնային խաղը։ Վերջին 1.5 տարվա մասին է խոսքը։ Այո, Լիվերպուլը վայրի վերումների վառ օրինակ է, փայլուն սկսեց մրցաշրջանը, հետո անհասկանալի ձախողում, չգիտես որտեղից եկավ, վերջին 8 խաղում 6 պարտություն են կրել եւ ամենակարևորը, որ Ռեալի հետ դիմակայությունից առաջ վերջապես հաղթանակ տոնեցին։ Հաղթանակ տոնեցին սեփական հարկի տակ, այդ համը նորից զգացին, շունչը զգացին, ընդ որում ոչ թույլ թիմի Աստոն Վիլային հաղթեցին եւ հիմա պատրաստ են ընդունել Ռեալին, սա արդեն ինչ որ առումով պատվի հարց է Լիվերպուլի համար։ Դե պատվի հարց է, չգիտեմ, ամեն դեպքում պատվի հարցը թե չէ, վերջին անգամ 2009-ին, եթե չեմ սխալվում, Լիվերպուլը հաղթել Ռեալին, այո 2009-ին եւ սլոտի խնդիրը Լիվերպուլի խնդիրը նրանում է, որ նախ այդքան աստղեր միանգամից բերեցին, Իսակ, Էկիտիկե, Վիրց, ճիշտ է կորուստներ էլ եղան, մեկը անվերադարձ կարելի ասել, ու այս իրավիճակում չի կարողանում սլոտը գտնել իր հիմնական 11-ին։ Անընդհատ փորձում է Ֆլորիան Վիրցը, որ այդքան արդյունավետ ֆուտբոլ էր խաղում Լևերկուզենում, ոչինչ չի կարողանում անել։ Իսակը անթերի հարձակվող լինելով առայժմ չի արմարվում Լիվերպուլում ու դրան հակադրվում է Ռեալի փայլուն մարզավիճակը, Կիլիան Մբապեի ֆենոմենալ արդյունավետությունը։ Ասելու համաձայն եմ մարզավիճակի տեսանկյունից, որ փայլուն է, բայց ես միևնույնն է տեսնում եմ խոցելի տեղեր Ռեալի եւ պաշտպանությունում եւ կիսապաշտպանությունում, այնպես որ մեծ ճնշման դեպքում Լիվերպուլը կարող է հասնել հաջողության, իսկ սա Ռեալի համար յուրատեսակ քննություն է։ Ամենաճնշող թիմերից մեկի հետ դիմակայություն։ Եթե այստեղ էլ Ռեալը ցույց տվեց իր լավ արդյունքը, իր մակարդակը, ուրեմն նշանակում է պատրաստ է այս մրցաշրջանում մեծ նվաճումների, իսկ եթե Լիվերպուլը հաղթեց, ուրեմն Ռեալի այդ բոլոր խնդիրները ջրերես դուրս կգան։ Լսենք փորձագետին։ Բավարիան ընթացիկ մրցաշրջանում առայժմ պարտություն չունի, հաղթել է եւ Բունդեսլիգայի եւ Չեմպիոններ լիգայի բոլոր խաղերում, գավաթի, սուպեր գավաթի մի խոսքով պարտություն չունի, բայց PSG-ն լրիվ այլ մակարդակ է, PSG-ն լրիվ այլ խաղամակարդակ է, այն էլ Ֆրանսիայում կարծում եմ PSG-ն պետք է որ հաղթի, ժամանակն է որ Բավարիան մեկ սայտակում ամեն դեպքում ունենա։ Ինձ թվում է որ PSG-ն Բավարիայի նկատմամբ հաղթանակի կհասնի, չեմ ասի համոզիչ, բայց հաղթելու է ֆրանսիական ակումբը։ Լիվերպուլ խաղը անհամեմատ ավելի հետաքրքիր է ինձ թվում է լինելու, որովհետև տեսեք, հիմա Խաբի Ալոնսոն նույնիսկ նախնական նախավարժանքը կամ մեկ օր առաջ կանալիք մարզումը Enfield-ում չի անցկացնելու, նման որոշում է կայացել, որովհետեւ ինչպես ասել է Ալոնսոն, 200 տեսախցիկ իրենց մարզումն չնկարահանեն։ Այսինքն ինչ-որ մի բան Ալոնսոն պատրաստում է։ Հավատացած եմ, որ Ալոնսոն վտանգ է զգում Լիվերպուլից, չնայած նրան, որ Լիվերպուլը այնքան էլ հաջող հատված չի անցկացնում, 5 անընդմեջ պարտություն կրեց, վերջապես վերջին խաղում հաղթեց, այսինքն խաղային ճգնաժամ որոշակի ամեն դեպքում կա, բայց Պրեմիեր լիգայում վերջին հաղթանակը կարող է այն զարկը լինել, որը արթնացնի Լիվերպուլին։ Շատ հավանական է թվում այդ խաղում ոչ ոքի արդյունքը։ Բաց թողած ընդամենը 3 գնդակ Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Կկարողանա Լոնդոնյան Գրանդը վերջապես հաղթել աշխարհի ուժեղագույն լիգայում։ Շարունակենք մնալ անգլիական դաշտերում, այս անգամ խոսենք բուն Պրեմիեր լիգայի մասին եւ իհարկե գլխավոր հարցը, որ այսօր հուզում է անգլիական ֆուտբոլի սիրահարներին եւ ոչ միայն կդառնա վերջապես Արսենալը Պրեմիեր լիգայի հաղթող
թե ոչ։ Այս պայծրությամբ թվում է ոչինչ չի խանգարում Միկել Արտետայի թիմին պահպանել այս առաջատարությունը մինչև վերջ եւ այդ չարաբաստիկ այսպես ճակերտներում չեմպիոնություն նվաճել, որովհետեւ շատ երկար տարիներ Արսենալին չի հաջողվում այդ տիտղոսը նվաճել, բայց ճանապարհը շատ երկար է։ Արսենալը խաղում է աշխարհի ուժեղագույն լիգայում եւ այստեղ մրցակիցները հեշտ չեն ու չի կարող այնպես լինել, որ Արսենալը այսպիսի վստահությամբ շարունակի ճանապարհը մինչև վերջ։ Ի վերջո գալու է ինչ-որ հատված, որ Արսենալը եւս ունենա իր ձախողումը, իսկ մրցակիցները, գլխավոր մրցակիցները Լոնդոնյան ակումբի դեռ իրենց լավագույն մարզավիճակում չեն։ Խոսքը Լիվերպուլի, Մանչեսթեր Սիթիի մասին է հիմնականում, թեև Չելսին որոշակի պայմաններում եւս կարող է ճնշում գործադրել։ Այս ամենի վերջն արդյունքում կարծում եմ Արսենալը այդ չեմպիոնական մրցավազքում նորից ցույց կտային ինչ վերջին տարիներին փորձի պակաս եւ չի կարողանա նվաճել հաղթողի կոչում։ Ես իհարկե նկատի ունեմ, որ հասնեն հավասար միավորներով վերջնագծին, այնտեղ Արսենալը նորից, չեմ, հոգեբանական խոչընդոտ է, թե ինչ է, միևնույն է, տանում է տալիս այդ դարձյալ կրկին այդ Արսենալի մոտ այնքան շատ է եղել վերջին 3 մրցաշրջանում անընդհատ երկրորդ տեղն են գրավել զինագործները, որ կարծում եմ, նրանք արդեն փորձը ունեն, բայց դառը փորձ։ Այո, դառը փորձ, բայց այստեղ կարևոր է մրցակիցների մարզավիճակը, եթե նրանք լինեին լավ մարզավիճակում, ես Լիվերպուլին կհամարեի գլխավոր ֆավորիտ չեմպիոնության, բայց ես վստահ եմ, որ մինչև մրցաշրջանի վերջ Լիվերպուլը այնքան չի կայունանա, որ կարողանա չեմպիոն դառնալ։ Բայց մեկ ամիս առաջ, մոտավորապես մի փոքր ավելի, հա, երբ նոր էր սկսվել առաջնությունը, թվում էր Լիվերպուլը ոչինչ չի զիջել։ Այո, կանխատեսելի էր ինչ-որ առումով, որ Լիվերպուլը անկում է ունենալու եւ դա եղավ։ Իսկ ինչու Արսենալը չպետք է ունենա այդ անկում։ Ես ինչու չպետք է ունենա, որովհետեւ նրանք ունեն Միկել Արտետա, որը նախ այն ռոմանտիկ Արսենալը այլևս չկա, Արսեն Վենգերի արշավը զոհաբերեց գեղեցիկ ֆուտբոլը, որպեսզի պրագմատիզմի շնորհիվ արդյունք։ Եվ եթե նախանցած մրցաշրջանում ինչ որտեղ ռոմանտիզմ կար, հիմա ընդհանրապես չկա եւ այստեղ արդյունքը կարեւոր է ու նրանք ել ավելի են ուժեղացրել իրենց կազմը։ Նախ պաշտպանությունն է շատ ուժեղացել, այն Արսենալի պաշտպանությունը խոցելի էր դարպասապայի դիրքում, խնդիրներ կային, հիմա կարծես բոլոր դիրքերում կայունություն կա եւ դրա ֆոնին Մանչեսթեր Սիթին էլ խնդիրներ ունի, չունի իր անընդհատ վնասվածքներ է ստանում Ռոդրին, Դե Բրույնը չունի, այլևս Prime Գյունդողան չկա, կա անընդհատ գոլ խփող Էրլինգ Հոլանդ։ Եվ միայն դրա հաշվին չեմ կարծում, որ Մանչեսթեր Սիթին կհասնի չեմպիոնական։ Միայն դրա հաշվինի մասին։ Արսենալը ես տեսնում եմ այս պահին երկու պոտենցիալ խոցելի գործոն։ Նախ պաշտպանությունը, որը այո փայլուն է, շատ քիչ է գոլ բաց թողել, ընդամենը 3 գոլ է մինչև հիմա Պրեմիեր լիգայում բաց թողել։ Չեմպիոններ լիգայում բաց չի թողել։ Չեմպիոններ լիգայում բաց չի թողել, բայց պաշտպանության զույգը, կենտրոնական պաշտպանության զույգը Գաբրիելը եւ Ուիլյամ Սալիբան, եթե հանկարծ նրանցից մեկը ստանա վնասվածք, արժանի փոխարինող չի։ Այո, շատ խոսում են խորության մասին կազմի, բայց ոչ այդ դիրքում, որովհետև ընդգծված առաջատարներ են պաշտպանության, առանց նրանցից մեկի խախտվելու է մի ամբողջ համակարգ։ Մենք խոսում ենք այս պահի ունեցածի մասին եւ խոսում եմ մրցաշրջանի ամբողջ Լեստերի չեմպիոնական մրցաշրջանում քարյակը գրեթե չփոխվեց։ Հուտ, Մորգան, Ֆուքս, շատ բան դասավորվեց, հա, հիմա ես ասում եմ, եթե միջև վերջ չստանան վնասվածք տա Աստված եւ խնդիրներ չունենան, այո, բայց եթե վնասված լինի, կարծում եմ մյուս թիմերում էլ կարող է վնասված լինել։ Պոտենցիալ, եթե հանկարծ եւ մյուս գործոնը, Արսենալը ֆենոմենալ լավ է օգտագործում ստանդարտ դիրքերը։ 18 գոլ է խփել Պրեմիեր լիգայում այս մրցաշրջանում, այդ 18-ից 13-ը ստանդարտ դիրքերից է։ Այսինքն շատ քիչ գոլ է խփում խաղից։ Իսկ ստանդարտը իդեպ Արտետայի գլխավորած տարիներին աստիճանաբար ամեն տարի ավելացել են ստանդարտից գոլերը։ Եվ լավագույն ցուցանիշը 18 գոլն է եղել մեկ առաջնությունում, հիմա այս պայծրությամբ արդեն 13 գոլ խփել են։ Առայժմ չի կարտացվում։ Ինչ որ մի պահի կարող են ստանդարտից գոլերը չգնալ։ Բայց վստահ է, չէ, որ միայն այդ պլանը չէ, որ նրանք ունեն ստանդարտից գոլ խփելը։ Մրցակիցները հարմարվելու են, սովորելու են եւ սկսելու են ճիշտ պաշտպանվել։ Արսենալը Գվարդիոլայի դպրոցն անցած մարզի չէ, նա պլան B, պլան C հաստատ ունի եւ եթե հանկարծ դա Ես առայժմ չեմ տեսնում առանց ստանդարտների ինչպես է խաղով այդքան գոլ խփելու Արսենալը։ Եթե հանկարծ այդ խնդրի բախվեն, կտեսնենք։ Այնպես չի որ խաղից չի ստեղծում
գոլային պահեր եւ միայն ստանդարտներն են գալիս օգնության։ Չէ, խաղացել է ստեղծում, այլ հարց է պահերի իրացումը։ Գյոկերեշը առայժմ իր ֆուտբոլը չի խաղում, ինքը Տուգանա իր ապարակի ավելի շատ ֆուտբոլիստ է եւ կարողանում է ճիշտ պայն հայտնվել ճիշտ տեղում, առայժմ դա մի փոքր կարող է նրա մոտ կարծում եմ կհավաքի նայել աստիճանաբար եւ այս Արսենալը եթե չդառնա չեմպիոն, ես չեմ պատկերացնում Սիթին ունի Հոլանդ ու անդադ գոլեր է խփում, ասում ենք չի լինի, չի խփի, բայց Արսենալը այդպես այդքան շատ գոլ խփող հարձակվող չունի։ Դե հենց Դիոկերեշը դրա համար է եկել Մարտինելին որ վերադառնա, այնպես չէ որ նա ֆանտաստիկ շատ գոլեր է։ Դրա համար է եկել Արսենալ վերջին տարիներին այդ խնդիրը կար հստակ 9 համարի ֆուտբոլիստ Արսենալը կարծես չուներ, սակայն Մարտինելի, Ժեզուսը Դե երևի հիմա այսօր Արսենալը դրա կարիքը շատ չի էլ զգում, որովհետև թիմային խաղը այնպեսին է, որ բուն գոլ խփող կենտրոնական հարձակվողի կարիք այդքան էլ շատ չունեն, յուրաքանչյուր Միկել Մերինոն շատ հաճախ կարողանում է հարձակվողի պարտականցը։ Եթե նորից եմ ասում, խոսենք այս պահի դրությամբ իրավիճակի մասին, այո, մրցակցությունից դուրս է Արսենալը եւ բոլորից ուժեղ է։ Եթե նույնիսկ փորձեն կանխագուշակել, ես կարծում եմ Արսենալը այս մրցաշրջանում ոչ միայն վաստակել է արդեն չեմպիոնի կոչումը, եթե հաշվի առնենք նաև նախորդ մրցաշրջանները, այլ նաև խաղով ամենամոտն է, ամենաարժանին է, ամենակայունն է այս պահին է, ես նորից եմ ասում, բայց մրցաշրջանը ախր շատ երկար է, եւ դեռ նոր է սկսվել։ Դե հիմա եթե նույն կերպ դու ասում ես հնարավոր չէ, այս Չեմպիոնների լիգան դնենք մի կողմ, որը կողքից ծանրաբեռնվածություն է եւ այնպիսի մրցաշար չէ, որտեղ Արսենալը կարող է մատների արանքով նայել խաղերին։ Կա Անգլիայում շուտով մոտենում է Boxing Day-ը, գալիս է իրար հետևից հանդիպումներ շատ բան է, այսինքն այնքան արագ կարող է Անգլիայում ամեն ինչ փոխվել։ Նորից եմ ասում, Լիվերպուլը երբ սկսեց մրցաշրջանը, թվում էր կանգնեցնել հնարավոր չէ եւ հանկարծ ինչ տեղի ունեցավ։ Ես Լիվերպուլի հնարավորությունների մասին մտածում էի մինչև մրցաշրջանի սկսվելը, երբ նա այդքան աստղեր էր ձեռք բերում, հենց սկսվեց մրցաշրջանը, արդեն ակնհայտ էր որ այդտեղ խնդիր կա եւ ես չգիտեմ, բայց այդ խնդիրը չի լուծվելու։ Հնարավոր է սլոտի գլխավորության ոչ։ Լիվերպուլը կարող է հավաքել եւ հասնել ու հավասար գնալ։ Դե բայց արի չմոռանանք նաեւ մյուս թիմերին, որոնք կարող են միավորներ խլել, թե United-ը, թե Chelsea-ն, թե Tottenham-ը, Newcastle, Aston Villa թիմերը։ United, Chelsea, Tottenham ես դիտարկում եմ անընդհատ այսպես առաջատարներից միավորներ խլող թիմեր, բայց նրանք չեմպիոնության համար չեմ կարծում որ կարող են պայքարել։ Manchester City, Liverpool այս երկու թիմն եմ տեսնում, որ Arsenal-ին կարող են զրկել չեմպիոնությունից այս մրցաշրջանում։ Տեսականորեն հնարավոր է, բայց ես կարծում եմ որ Arsenal-ը կդառնա չեմպիոն ամեն դեպքում։ Շատ կուրախանամ Arsenal-ի երկրպագուների համար, բայց ցավոք կարծում եմ որ դեռ պետք է սպասենք։ Հիմա ճիշտ չէ ասել իհարկե սպասենք տեսնենք, որովհետև շատ երկար պետք է սպասենք։ Ինչ է մեր փորձագետը կարծում այս հարցի մասին լսենք։ Արսենալը հիմա շատ լավ խաղաժամանակ է անցկացնում, խաղադաշտում, Արտետան կարողացել է գտնել այն ճանապարհը, որով թիմը թեկուզ ոչ խոշոր, շատ հաճախ նվազագույն աշխարհներով հաղթանակի հասնում, բայց հաղթում է։ Հիմա 7 միավորի առավելություն ընդհանրապես երկրորդ տեղում ընթացող թիմերի նկատմամբ, երեք էլ այսինքն նախորդ տուրում էլ Սիթին արդեն հաղթանակի հասավ, բարձրացավ երկրորդ տեղ, Արսենալը շատ լուրջ մրցակիցներ ունի։ Manchester City, Liverpool, Chelsea, Tottenham, Manchester United, ինչու՞ չէ, որտեղ սկզբունքային խաղերում ամեն ինչ մի կողմ է տրվում եւ թիմերը կոնկրետ հանդիպման են տրամադրվում եւ կոնկրետ Arsenal-ի դեմ։ Մի փոքր ինձ թվում է Arsenal-ին ամեն դեպքում ռեսուրսը կարող է չհերիքել, որտեղ Arsenal-ի կազմում գերաստղ ֆուտբոլիստ չկա։ Կան աստղային ֆուտբոլիստներ, կա թիմային խաղը, բայց թե ինչքան տակահերիք է, արդեն ժամանակը պետք է ցույց տա։ Ուղղակի հիմա կազմով, եթե առանձին խաղացողներով վերստում ենք, ապա սլոտի թիմը ավելի խաղացված է, ավելի փորձառու է, ավելի վարպետ տղաներ են այնտեղ խաղում, ու այդ հատվածը որ ունեցան, դա պարզապես ժամանակավոր էր, ու հիմա մենք կտեսնենք իսկ ում Լիվերպուլի վերհառնել։ Ամեն դեպքում, չեմ հավատում, որ Արսենալը չեմպիոն կարող է դառնալ։ Թող Նոան իր հերթական հաղթանակը տոնի Եվրագավաթներում, մենք վայելենք այդ խաղը, նաև վայելենք ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի երեկոները։ Իսկ մենք կհանդիպենք ուղիղ մեկ շաբաթից նույն տաղավարում առաջ։ Ladies and gentlemen, welcome to the event of the evening. In the red corner, we have the football analyst with sharp insights and expert analysis, Edward Kalantarian. And in the blue corner,
expert, Armel